Հարգելի ունկնդիրներ, ես ուզում եմ որոշակի պարզաբանումներ անել։ Ես չեմ ուզում, որ սխալ տպավորություն ստեղծվի, թե այս շարժումը հուսահատ է, հանձնվեցինք, ընկճված ենք։ Իհարկե դա այդպես չէ, իհարկե ոչ։ Անարդարությունը մի տեղ, դա վտանգ է արդարության համար, ընդհանրապես ամեն տեղ, կապ չունի ով է, որտեղ է։ Ես պարզապես ասացի, մինչև մարտի 17-ը միակ բանը մնում է սպասելը, միայն մինչև այդ օրը։ Ինչու՞, ինչ ունենք մեր ձեռքերում լավ։ Մենք չունենք կապ Վարդանի հետ, չունենք նրա հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստը, մենք չենք կարողանում նրա հետ ուղիղ խոսել, նրա իրավիճակից հարցնել, պարզել, թե ինչ է ուզում, ինչ է մտածում, հասկանանք իրադրությունը ավելի պարզ և ինչ ուղղություն է ուզում մեզ ցույց տալ, որ այդպես շարժվենք, ինչ է նրա ցանկությունը ընդհանրապես և ինչքան բարդ է իրավիճակը, ինքը ինչ է կարծում իր իրադրության մասին։ Չունենք նրա մայրիկի կոնտակտները, այդ էլ է բացառվում։ Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչքան են, չէ, ինչ են այդ սև 17 մեղադրանքները։ Եթե չկա հստակ տեղեկատվություն, ինֆորմացիա, ապա ինչպես կարող ենք գործել առանց դրա։ Անհնար է պայքարել չունենալով կոնկրետ տվյալներ։ Ես չեմ կարող նստել անվերջ Վարդանի մասին խոսել առանց որևիցե տեղեկության այս վակուումի մեջ։ Ինչ ասեմ, կոնկրետ, եթե չգիտեմ, թե ինչ է կատարվում։ Նրա արած գործերը ձեզ բոլորի ծանոթ է, նրա բոլոր աշխատանքները ծանոթ է, դուք նրա տեսանյութերը դիտել եք, ես ինչու պետք է նստեմ դրա մասին խոսել։ Իրավիճակի մասին մեր տեղեկությունները չափազանց սահմանափակ են։ Հենց այդ պատճառով էլ ասացի, որ սպասենք, իմանանք, թե ինչ են այդ մեղադրանքները և ինչ որոշում կկայացնի դատավորը։ Այդ պահին մենք կհասկանանք, թե ինչ ուղղությամբ, որ ուղղությամբ է պետք գործել։ Եթե շախմատ ես օրինակ խաղում, դիմացինի քայլը չես տեսել, դեռ չի կատարել, ինչպես կարող ես անել քո քայլը առանց դրա, հաջորդ քայլը։ Ոչինչ, որ նշանակություն չունի, թե որ դանդաղ ենք գործում, դանդաղ է ամեն ինչ ընթանում, կարևորն է, որ կանգ չառնենք, ճիշտ է։ Հիմա կոնկրետ որոշ հարցերի շուրջ, ով ունի մեղադրանքների ցանկը, խնդրում եմ տրամադրեք, ովքեր եղել են դատավարությանը, միգուցե իրենց մոտ գրել են, որոնք են այդ մեղադրանքները։ Ես իրոք կուզենայի իմանալ, թե ինչերի մասին է խոսքը։ Կարող է մեկնումեկդ փոխանցել ինձ այդ։ Եթե չունեք, ապա ինչի մասին խոսենք, ինչպես որոշենք, թե ինչ կարելի է անել։ Ես պարզապես չեմ կարող ենթադրություններով շարժվել։ Եթե ինչ-որ մեկը ասում է Վարդանի մասին խոսիր, մեզ հետաքրքիր չէ նրա կուսակցության ճակատագիրը և այլը։ Ես հարցնում եմ, ինչ տեղեկություն ունենք, որ չենք խոսում։ Իհարկե կխոսեի ամեն ինչի մասին մանրակրկիտ, եթե այդ տեղեկությունը իմ ձեռքում լիներ։ Վարդանի կուսակցության հետ կապ չունենք, նրանք մեզ հետ չեն կապնվում ինչ-որ բան հաղորդում։ Ի վերջո, այստեղ կարող եմ խոսել ցանկացած թեմայով, ճիշտ է։ Երբեք ես չեմ ասել, որ սա բացառապես լինելու է Վարդանի մասին միայն ու միայն։ Չէ՞ որ տեսնում եք, թե ինչքան քիչ է տեղեկությունը և ինչքան դժվար է եզրահանգումների հանգել։ Այս պահին ամենակարևորը փաստեր հավաքելն է, համբերությունը, սպասելը, տեսնել, թե ինչի դեմ մենք կանգնում մարտի 17-ին։
Այս ժամանակ մեզ գուցե պարզ լինի, թե ինչ գործողություններ է պետք ձեռնարկել։ Ես չեմ տեսնում որևիցե համագործակցություն ոչ նրա փաստաբանների կողմից, ոչ էլ կուսակցության անդամների, դա արդեն դուք քանի անգամ արդեն գիտեք, համոզվել եք եւ այլն։ Եվ խնդրում եմ նաեւ հաշվի առնել այն փաստը, որ ես նոր եմ այս ամեն ինչի մեջ, չէ՞։ Ես նույնիսկ կուսակցության անդամ չեմ, քաղաքագետ չեմ, կանոններն ու օրենքները ես չեմ հասկանում այս տվյալ բաների կամ ավելի մասնագիտացված իրավաբանական հարցերի շուրջ։ Եվ ընդհանրապես զուրկ եմ բոլոր տեղեկատվություններից, որը գաղտնի է պահվում մեզնից։ Այլապես շատ մանրամասը կխոսեի, հաճույքով կխոսեի ամեն մանրամասը եւ իմ կարծիքը կհայտնեի տարբեր հարցերի շուրջ։ Խավարի մեջ կարծես կույրի պես այդպես ենք շարժվում։ Եվ դուք պետք է հասկանաք, ես ոչինչ չունեմ թաքցնելու, որ ձեզ հետ չեմ կիսում։ Երանի թե ունենայի, ինչքան բան կլներ խոսելու։ Օրինակ Change org-ում մենք տեղադրեցինք պետիցիան։ ԶԼՄ-ները, կառավարությունը եւ մարդու իրավունքների կազմակերպությունները պետք է որ ժամանակ ունենան այդ տեղեկատվությունը ստուգելու։ Նրանք մի քիչ դանդաղ են շարժվում, բայց երբեք չեք կարող ասել, միգուցե հենց հիմա նրանք ներգրավված են այդ գործի մեջ եւ ճշտում են տեղեկությունները, զանգում են, տարբեր փաստեր են ստուգում, տարբեր մարդկանց են մեջ գցում, բայց նրանք հաշվետվություն չեն տալու այն մարդու օրինակ ինձ, ով որ պետիցիան կազմել է, թեկուզ եւ տեսնում են ով է, բայց չեմ կարծում, թե ինձ պետք է հաշիվ տան իրենց քայլերի համար։ Դրա համար էլ լռություն է, բայց նրանք գործում են, ես համոզված եմ, 7500-ի մոտ եւ ավել ստորագրությունը երբեք չի կարող աննկատ մնալ։ Այդ Change org-ում օրինակ ես առաջ էլ էի գրանցված, անընդհատ գալիս էին տարբեր պետիցիաներ ստորագրելու, եթե ցանկություն ունես։ Այդ նույնն է ԶԼՄ-ներն էլ, կառավարության անդամներն էլ, դատական, իրավաբանական մարդիկ, մարդու իրավունքների կազմակերպությունները, նրանք էլ են անընդհատ այդ email-ով ստանում տարբեր պետիցիաների մասին տեղեկություն, չէ՞։ Նկատում են, ահա նոր պետիցիա այսինչ բանի մասին։ Եթե իրանց հետաքրքրում է այդ գործը, սկսում են դրանով զբաղվել։ Սա է կարևորությունը պետիցիայի այնտեղ տեսանելի լինելու համար եւ ձեր ստորագրությունների քանակը իհարկե շատ մեծ դեր է խաղում։ Մենք նրանց գործերի արագացնելու հնարավորությունը չունենք, բայց չեմ էլ կարծում, թե այս դատավարությունը հնարավոր է ավարտել ընդամենը 3 լսման ընթացքում։ Եթե օրինակ նայեք մեկը ինչ-որ հարցով դատապարտվում է, քանի անգամ է եղել ձեր ծանոթներից, որ գիտեք 1 կամ 2 մեղադրանք եւ այլն։ Քանի անգամ են գնում գալիս, դատը երկարաձգվում է, եթե նույնիսկ դատը վճիռը կայացվում է, մարդիկ բողոքարկում են նորից։ Այսինքն եթե դա կատարվում է նույնիսկ մի քանի մեղադրանքի համար, դուք պատկերացնում եք, այստեղ 17 մեղադրանք է։ Այդ ամենը ավարտել, որոշումները կայացնել այսքան արագ, ես չգիտեմ։ Դրա համար բոլոր դեպքերում ինձ թվում է նույնիսկ եթե արտաքսման ինչ են ասում որոշումը կայացվի, դա խո հաջորդ օրը չի լինելու անմիջապես ճանապարհեն։ Իսկ այդ որոշմանը կարելի է բողոքարկել, կարելի է այլ բան։ Իսկ եթե չի արտաքսվում այնտեղ է մնում, որը որ ցանկալի է իհարկե, իսկ մնացած բաների համար ինչ որ հանցապատիժ է սահմանվում եւ այլն, այդ ընթացքում կարող ես
Ադվակատները, փաստաբանները փոխել եւ այլը, բողոքարկել, նոր ընթացք տալ, նոր լսում։ Շատ երկարատև կարող է ընթանալ այս process-ը։ Եթե ասում եք օրինակ Վարդանի նոր փաստաբաններ են պետք, լավը, բայց Վարդանի հետ եթե ես կապ չունեմ, առանց Վարդանի համաձայնության, ինչպես կարող է փաստաբան փոխվել, ասեք։ Եթե նա պետք է փոխի այս փաստաբանին, պետք է ասի շնորհակալություն, ցտեսություն ձեզ, ես գոհ եմ ձեր աշխատանքից եւ նոր փաստաբանը, օրինակ ձեր գտած, պետք է գնա ծանոթանա նրան եւ ասի, եթե կցանկանաք ես վերցնեմ ձեր գործը։ Այս ամենը առանց Վարդանի, այսպես ասած, հավանության հնարավոր չէ անել մեր ցանկությամբ։ Դուք կարող եք գտնել ամենաաշխարհի լավ փաստաբանը, բայց եթե ինքը չհամաձայնվեց, ոչինչ անել չես կարող։ Դա այդպես չի արվում առանց իր համաձայնության։ Ես արեցի այն ամենը, ինչ որ իմ ուժերը ներում են։ Ես չեմ տեսնում այլ միջոցներ, որ ես կարող էի անել ու չարեցի։ Դուք էլ արել եք այն ամենը, ինչ ձեր ուժերի մեջ էր մտնում։ Ես իմ ասածը դա էր։ Մինչև ամսի 17-ը ինչ հրաշքներ կարող են գործել։ Այժմ մնում է միայն սպասելը, չէ, դեպքի զարգացումներին։ Դուք կարող եք գրել ձեր առաջարկները, խորհուրդները, գուցե բաներ կան ես չեմ տեսնում եւ չեմ նկատում կամ այդ մտքերը չի ծագում իմ մեջ, ձեր խորհուրդներով միգուցե ճանապարհ տեսնեմ։ Ես հասկանում եմ, որ շատ եք մտահոգված, վախենում եք, որ շարժումը մարի, կորցնի ոգին, բայց ես կասեի առանց կասկածանքի, այս պայքարը դեռ շատ է հեռու ավարտվելուց։ Սա միայն Վարդանի համար չէ, սա ազատության, ճշտի, արդարության համար է այս դիմակայունությունը։ Ինչպիսի դժվարություններ որ լինեն, ինչպես էլ մարդիկ ցանկանան ճնշել, ինֆորմացիան չտալ, մենք շարունակելու ենք։ Մենք միշտ հուսալու ենք, որ կշատանանք, կպայքարենք եւ կհաղթենք։ Դա է մեր հույսը, ճիշտ է։ Ինչպես կարելի է փորձելով քանի անգամ ամեն ինչ դադարեցնել։ Եթե ձեռքի մեջ մնացել է փոքրիկ անգամ մի փորձելու միջոց, պետք է փորձվի, հասկանալի է։ Նման շարժումները հեշտությամբ չեն մարում, ընթացքում ընդհակառակը կարող է տեղի ունենալ, ավելի շատ ուժեղանալ։ Նրանք իշխանությունները, որ կարծում են, թե յուրաքանչյուրին կարող են լռեցնել, դա կարող է ավելի միաբանեցնել ժողովրդին եւ ավելի վճռական դարձնել։ Մենք ետ չեն կանգնելու, դա պարզից պարզ է, գործը կիսատ չեն թողնում։ Այն կրակը, որ նրանք փորձում են մարել, ինձ թվում է ավելի պայծառ է դառնալու եւ ավելի հզոր։ Ամեն դժվարության մեջ կա հնարավորություն։ Չկա չարիք առանց բարիքի, նույնիսկ այդ կարելի ասել։ Եթե ոչ մի ելք չես տեսնում, ոչ մի ճանապարհ, ինքդ գցիր այդ ճանապարհը, ինքդ ստեղծիր, այդպես է։ Հետևաբար մնացեք ուժեղ, հավատացեք, քանի որ մեր պատմության ճիշտ կողմն ենք, այս շարժումը իհարկե չի մարելու, մենք միասին ենք և մենք կհաղթենք։ Եվ կուզեի ավարտել նման մեջբերումով, երբ որ մարդիկ վախենում են կառավարությունից,
դա բռնակալություն է։ Երբ որ կառավարությունն է վախենում մարդկանցից, դա է իսկական ազատությունը։ Շնորհակալություն ձեր աջակցության համար։ Ես ուղղակի իմ անելիքը մինչև ամսի 17-ը այստեղ ոչինչ չի կատարվելու, այդքանը կասեի իմ կողմից։ Իսկ նոր մտքերը, առաջարկները ես կարդում եմ, եւ եթե այնպիսի բան տեսնեմ, որ ես այդ մասին չէի մտածել, իհարկե ուշադրություն կդարձնեմ։ Շնորհակալություն։